Երևանում 23-րդ անգամ մեկնարկել է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր գործընկերը 15-րդ անգամ Vivan է։ Ընկերությունը շարունակում է աջակցել Հայաստանի կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկին, նպաստելով միջազգային կինոգործիչների եւ հանդիսատեսի հանդիպմանը Երևանում։ Արվեստի կարևորության մասին կարելի է խոսել միայն արվեստի լեզվով։ Մարդկությանը դա անհրաժեշտ է ոչ թե ուղղակի արտահայտվելու, այլ զարգացման համար։ Այդ մասին մեզ հուշում են բոլոր ժամանակների մեծերը։ Դանթեն եւ Բրոդսկին բաժանում է 6 դար, սակայն երկուսն էլ նույն ճշմարտության տարբեր կողմերն են ներկայացրել։ Դանթեն հուշում է, որ աշխարհը շարժվում է սիրո ուժով, իսկ Բրոդսկին, որ մարդն իր բարձրագույն կոչմանն է ձգտում պոեզիայի միջոցով։ Արվեստը սիրո լեզու է։ Ուրախ եմ արձանագրել, որ Vivan արդեն 15 տարի այս կինոփառատոնի միջոցով ձգտում է կարևոր պատգամ հասցնել մարդկանց։ Փառատոնը բացվել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են տարբեր երկրների ֆիլմեր եւ մշակութային փոխանակումներ։ Այս տարվա ուղերձն է կինոյից ակնկալել ոչ թե բացատրություն, այլ բացահայտում, իսկ գլխավոր պաստառը Իգոր Գուրովիչի հեղինակությամբ նվիրված է պոեզիային։ Աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոններից միայն 50-ն են արժանացել կինոփառատոնների ոլորտի հեղինակավոր կազմակերպության միջազգային ճանաչմանը, եւ Ոսկե ծիրանը դրանց թվում է։ Առաջին տարին է, որ մեկնարկում է իբրև ըստ FIAP-ի, ըստ հեղինակավոր միակ կառույցի, որը իրականացնում է այդ դասակարգումը եւ որակի չափանիշ է շնորհում։ 23-րդ Ոսկե ծիրանի միջազգային ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուզները, ում ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում եւ Վենետիկում, իսկ տարածաշրջանային մրցույթի ժյուրին գլխավորում է Մահմուդ Քալարին, ով իրանական կինոյի ճանաչված ռեժիսորների ֆիլմերը նկարահանած հայտնի օպերատորն է։ Ոսկե ծիրան փառատոնը դարձել է Հայաստանի եւ իհարկե մասնավորապես Երևանի կարևոր այցեքարտերից մեկը։ Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Գոթֆրի Ռեյջոյի «Ժուկով» ժամանակին ֆիլմով։ Դավիթ Թադևոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։